Ես կարծում եմ այդ հաշվարկները ամբողջական չեն, որ դուք էլ ներկայացրիք, չնայած այն, որ արդեն ասեցիք արժույթի փոխարժեքի հետ կապված գործոնը հանել եք, կարծում եմ այդ ճիշտ է, որտեղ արժույթի փոխարժեքը տենց բան է, էլի, անընդհատ կարա տատանվի, հիմա պետությունը, ես չգիտեմ տենց պետություն, որ անընդհատ այդ արժույթի փոխարժեքով պայմանավորված հարկային քաղաքականություն կամ մաքսային քաղաքականություն փոխի, այս մեկ, որովհետև հիմնավորման մեջ նախագծի ամբողջությամբ դրա վրա է կառուցված, այն ինչ ասեցիք, ես դրան տեղյակ չէի, բայց այնուամենայնիվ, հիմա որևէ կերպ ոչ դուք, որպես կառավարության ներկայացուցիչ, ոչ հեղինակներ նախագծի, չեն անդրադառնում սպառողի շահերի իմաստով, որտեվ այստեղ երկփեղ կա, հիմա դուք ինչքան էլ, այո, կարևոր է, որ մենք ներմուծումը փոխարինենք տեղական արտադրանքով, սա կարևոր մոտեցում է, որը չգիտես ինչի կառավարության քաղաքականության մեջ միշտ չի, որ այդպես է եւ բոլոր ուղղություններով չի այդպես է, սկսած գյուղատնտեսության վերամշակող արդյունաբերությունից վերջացրած նաեւ մնացած ավելի կարևոր ճյուղերը բարձր տեխնոլոգիական։ Հիմա հովանավորության կամ պաշտպանության իմաստով։ Հիմա հարցս հետեւյալն է, այսինքն տեսեք, ասում եք դեմպինգ, այստեղ մեծ հաշվով գազի սուբսիդավորումը ուղղակի դեմպինգ չի կարելի դիտարկել Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ դա տնտեսական աջակցություն է եւ դրան օրինակ կարելի էր հակադրվել կամ պաշտպանել մեր արտադրողին պետական աջակցությամբ, այսինքն այսպիսի պարագայում մենք կունենայինք մրցակցության հավասարություն որոշակի, բայց չէինք ունենա սպառողի տեսանկյունից խնդիրներ, որտեվ ակնհայտ է, չէ, որ ամրանը դա մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի եւ կարող է բերել նաեւ գնաճային ճնշումներ այն ոլորտներում, որտեղ դա օգտագործվում է որպես հումք։ Հիմա երկրորդ տարբերակը, որ պիտի դիտարկվեր եւ դուք հաշվարկներում չնշեցիք, ես չգիտեմ անդրադարձել եք թե ոչ, երևի կասեք, հետեւյալն է, այսինքն ի վերջո հումքը ներկրվում է ամրանի։ Մենք այդքան ջարդոն չունենք, էլի, որ տենց անընդհատ եւ ցավոք սրտի սև մետալուրգիայի այդ հումքի արտադրությունն էլ չունենք, առնվազն որոշակի կոմպոնենտներ ներկրվում է։ Այստեղ էլ կարելի էր պետական նաեւ աջակցությամբ հումքի ներկրման մասով ունենալ ավելի էֆեկտիվ վիճակ, ավելի էժան եւ մրցակցությունը ոչ թե կոշտ գործիքակազմով, այսինքն տուրք բարձրացնելով լիներ, որը որոշակի խաթարելու է նաեւ արդեն ասեցի շուկայական հավասարակշռությունը, այլ լիներ պետական աջակցությամբ։ Սա ամփոփ ես բնականաբար ձեռքից տակ հաշվարկներ չունեմ, նաեւ եթե ունեք դուք ասեք, թե ինչքան մասն է ներկրվում ամրանների, սա էլ է կարևոր հասկանալու, որքանն է տեղական արտադրանքը իր ներուժով ապահովում, այս բալանսը ինչպես է, որ տոկոսն է ներքին արտադրանքով եւ վերջին հաշվով գնի վրա ինչ ազդեցություն կունենա, այս չասեցիք, այս էլ պիտի ասեք։ Խնդրեմ, պարոն Ղարամյան, հետո պարոն Զաքարյանն կպատասխանի։ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան, նախ մենք հեղինակները ի սկզբանե մեր հաշվարկները շատ մոտավոր էին, հետո կառավարության հետ մեր քննարկումներում կոնկրետացեցինք, այն որ ասում եք արտարժույթի վրա չի կարելի հիմնել, այո, մեծամասամբ չի կարելի հիմնել, բայց ես չեմ կարծում, որ դա այդ հանգամանքը պետք է ամբողջությամբ անտեսենք, որովհետև այն աստիճանի փոփոխությունը, որը տեղի է ունեցել, էլի եմ ասում, վերջին իրադարձությունից հետո էական նշանակություն ունի։ Եվ եթե անկեղծ խոսենք, հիմա Իրանի մեր հարևան պետությունը գտնվում է սանկցիաների տակ էներգակիրների արտահանման եւ ինքը, եթե շատ կարճ եւ գլոբալ ձեզ ասեմ, ինքը ամրանների կամ չգիտեմ, ցեմենտի տեսքով գազ է արտահանում։ Փաստացի շղթան այդ ձև է ստացվում։
Եվ ասել, որ այդ հանգամանքը հաշվի չառնենք, դա բան չի, ինչ վերաբերվում է գնի վրա, ես չեմ կարծում, թե սա գնի վրա որևիցե ազդեցություն կունենա, որովհետև ելի եմ ասում, ներկրման համար վերջին հաշվով ներկրողի գումարը գրեթե նույնն է լինելու, այսինքն իրանք բան չնալու, չեն կարող մենք թողնենք, որ ներկրողները բավականին էժան ներկրեն, տեղական արտադրողների գործարանները բնականաբար փակվեն, ես չեն կարող այնպիսի իրավիճակ ստեղծենք, որ չկարանան ներկրողները ներկրեն եւ դա այդ արտադրությունը մնա միայն տեղական արտադրողների համար, ինչը չի բացառում, որ օրինակ ամբարեխիղճ գործունեություն կարող լինի եւ պայմանավորվածության արդյունքում գինը բարձրանա։ Այսքանը։ Շնորհակալություն իհարկե հարցի համար։ Տեսեք, այստեղ պետք է հասկանանք ինչ ենք հասկանում թանկացում ասելով, որովհետև վերջին մի քանի ամիսների ընթացքում ներկրման գինը իջել է մոտավորապես 47,000 դրամով։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք դեմպինգից, ի նկատի ունենք այն ծախսային դրույթները, որոնք որ տեղ են գտել ինքնարժեքում։ Ինքնարժեքում տեղ գտած ծախսային դրույթները, եթե այլ հանգամանքներում սուբսիդավորվում է կամ այլ պայմաններով նվազեցվում է, սա հակամրցակցային պայմաններ է ստեղծում։ Դրա արդյունքում մոտավորապես ներկրողների մոտ 47,000 դրամով ավելի էժան ներկրում է ստացվել, որը որ խնդիր է առաջացրել արդեն տեղական արտադրողների հետ շրջանում, բայց ես մի բան ասեմ, որ ամրանի գինը այդքան չի իջել, ինչքան որ այդ սուբսիդավոր մասը։ Իսկ երբ որ մենք առաջարկում ենք դնել այս կարգավորումը, մենք ընդհանրապես ուզում ենք բալանսավորենք, որ ինքնարժեքի հաշվարկով գոյացող արդեն գինը վերջնական գա տրամաբանության շրջանակներում, նաև այստեղ շահույթի չափաբաժին եւ այլն։ Ինչ վերաբերում է պետության կողմից սուբսիդավորումներին, դուք գիտեք, որ պետությունը նույնպես տարաբնույթ աջակցման ծրագրեր իրականացնում է, որոնք որ նույնպես հաշվարկված են այս կոնֆիգուրացիայի մեջ։ Այսինքն, երբ որ ես ասեցի գազի գինը 33,000 դրամ է հաշվարկվել, ես արդեն ի նկատի ունեի նաև մեր պետության կողմից իրականացված որոշակի աջակցող ծրագրերը ներառյալ, որովհետև եթե ընդհանուր նայենք գազի գնի չափաբաժինը ինքնարժեքի մեջ, դուք կտեսնեք, որ դա 32,000 չի, այլ ավել է։ Իսկ ինչի ես ասեցի 32,000, որտեղ հաշվի առա նաև պետության կողմից իրականացվող որոշակի աջակցություններ։ Հումքի հետ կապված ուզում եմ ասեմ, որ մենք այլ երկրներից քիչ քանակությամբ հումք ենք ներմուծում, որտեղ հիմնականում դեռևս կարողանում ենք Հայաստանի Հանրապետության առաջացած թափոններով իրականացնել, մենք ներմուծում ենք միայն օժանդակ նյութերը։ Ինչ վերաբերում է ինքնաբավության մասով, որ դուք ասեցիք, իրավացիորեն, բայց ես ձեզ ասեմ, որ 3 գործարանները, որոնք որ Հայաստանի Հանրապետությունում այլևս գործում են, նրանք հնարավորություն ունեն Հայաստանի Հանրապետության ինքնաբավությունը ապահովել այս արտադրանքների մասով։ Չնայած մեր կարգավորումը կարծում եմ, որ չի բերի նրան, որ ներկրումները ամբողջությամբ չեն լինի, որովհետև մենք գիտենք, որ ներկրումների վրա ազդում է նաև լոգիստիկ ծախսերը, իսկ Հայաստանի Հանրապետության դեպքում, երբ որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրումներ են իրականացվում, օրինակ Սյունիքի մարզում լոգիստիկ ծախսերը անհամեմատ ավելի ցածր են լինում Սյունիքի մարզում եւ Վայոց-Ձորի մարզում, ավելի ցածր են լինում, քան այլ մարզերում, եւ տվյալ դեպքում հնարավոր է, որ օրինակ Սյունիքի մարզում մեր արտադրողները դեռևս ամբողջությամբ չկարողանան մրցակցային իրավիճակում լինել, քան Իրանից ներկրվող մեր ներկրողները։ Դրա համար մենք հնարավորինս պահենք, հաշվի առնելով նաև պետական աջակցություններ։ Շնորհակալություն։